The community. Նախքան մեր հետևորդներին ասելը թե Նարեկը ով է, մի փոքր ուզում ենք բացահայտենք Նարեկին։ Հիմա մի քիչ գաղտնիք պահենք թե Նարեկը ով է, ինչի ենք մեկ եկել այսօր այստեղ։ Ես ուզում եմ շատ իմանալ, որտեղ ես ծնվել։ Ծնվել եմ Հայաստան, Աբովյան քաղաքում։ Փոքր տարիքին եկել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, 2 տարեկան եմ եկել ենք 87 թվին ու ստեղ Գլենդել քաղաքում մեծացել եմ։ Եկել եք մի անգամից Գլենդել ու Գլենդելում էլ մեծացել ես։ Էդ է պատճառը, որ դու այդքան հայ ես։ Նախքան զրույցին անցնելը, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ քո ծնողներին, որ դու այսպես հայերեն ես խոսում։ Դա շատ կարևոր է։ Ծնողների գործոնն է դա, որ երեխաները հայերեն խոսում են։ Դու փաստորեն այստեղ կարող ենք հաշվել ծնվածը օրվանից ենք, որովհետև 2 տարեկանը շատ քիչ է։ Ինչ ընտանիքում ես ծնվել, ովքեր են հայրդ, մայրդ։ Շատ լավ ընտանիքում եմ մեծացել, իրար հետ մոտիկ, փոքր տարիքից, հայրս Հայաստան համալսարանում դասատվ է, նկարչության, մամաս էլ այդտեղ ծանոթացել են իրար հետ, անգլերենի դասերում, այտենց Հայաստան ապրել եմ մինչև 2 տարեկան, 87 թվին եկել ենք ստեղ, մի հատ ինձնից մի քիչ մեծ քուր ունեմ, որի հետ շատ մոտիկ եմ իրար հետ։ Նարեկ, ինչ ես հիշում, քո մամայի ու պապայի համար կարևոր էր, որ դուք տանը հայերեն խոսայիք։ Անպայման, միշտ հիշում եմ փոքր ժամանակ միշտ ասում էին հայերեն խոսացեք, կմեծանաք, կմոռանաք, հետո մի քիչ էլ մեծացանք ասում էին կմեծանաք, ամուսնանաք, երեխա կունենաք, ձեր երեխեքը հայերեն չեն խոսա։ Հիմա էլ մեր տուն 2 հատ երեխա ունեմ, միշտ իրանց ասում ենք իրար հետ հայերեն խոսացեք, կմոռանաք։ Որ գնում եք մամայի, պապայի, որ հավաքվում եք բոլորով։ Ինչ լեզվով եք իրար հետ շփվում։ Հայերեն, այո։ Իսկ դու Հայաստանում երբևէ եղել ես, Նարեկ։ 2019 թվին հետ եմ գնացել, տղուս ընդեղ ենք ընկել, հպարտ է որ ընդեղ է ու կարողանում էի խոսալ, շփվել ժողովրդի հետ, որ իմ լեզուն հələ գիտեի։ Իսկ բարեկամներ ու հարազատներ ունես այնտեղ։ Չէ։ Այստեղ են բոլորը։ Բոլորը այստեղ են, այո։ Նարեկ, իսկ ինչպիսի երեխա ես եղել դպրոցում։ Ակտիվ ես եղել, թե շատ պասիվ։ Ամանչկոտ երեխա եմ ել, բայց գնալով ասենք կամաց ավելի աշխուժացել եմ, բայց մաման միշտ ասում է որ փուչուրե որտեղ եթում է իր կողքից էս կողմ չէի գալի։ Իսկ դպրոցում ունեիր հայ ընկերներ, որոնց հետ մինչև այսօր ընկերություն ես անում։ Այո, բոլոր ընկերներս հայ են ել, մինչև հիմա էլ իրար հետ շատ մոտիկ ենք ընկերներով։ Նարեկ, այսպիսի մի սովորույթ կա հայկական ընտանիքներում։ Մենք որ փոքր էինք լինում, հիմա էլ այդպես է։ Փոքր երեխաներին միշտ հարցում են, որ մեծանաս ինչ ես դառնալու։ Քեզ այդ հարցը տալիս էին։ Այո, միշտ հարցնում էին։ Իսկ ինչ էիր պատասխանում, ասում էիր ինչ եմ դառնալու։ Փոքր տարիքից գիտեի, որ ես պիտի հրշեջ լինեմ։ Մաման միշտ պատմում ասում է, թե Հայաստան, թե ստե Ամերիկայում ասում է, հենց ավտոմեքենան տենում էր լույսերով եթում էր, ձեռով ասում էր կայնի։ Իմացել եմ, որ ես եմ ուզում անեմ փոքր տարիքից։ Դե քանի որ արդեն գաղտնիքները բացեցիր ու ասեցիր, թե ինչի համար ենք եկել ու ինչի մասին ենք զրուցելու, ես առաջարկում եմ գնանք այն սիրուն տեղը, որտեղ ես ու Արոն ուզում ենք լինել անպայման ու դու մեզ պատմես, թե ինչ ճանապարհ ես անցել հրշեջ դառնալու համար։ Եղավ, էթանք։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ Ահա այնտեղը, որտեղ ես ու Արոն շատ էինք ուզում լինել։ Բայց այնքան սիրուն է, այնքան հետաքրքիր է այստեղ գույները։ Ես էլ կարմիր գույնի սիրահար եմ։ Մենք Գլենդելում ենք գտնվում, ասենք, ամենամեծ հրշեջ կայանն է, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ, չէ՞։ Ճիշտ է, այո։ Գլենդելի ամենամեծ հրշեջ կայանն է։ Այո, Գլենդելը ունի 9 հատ, 21-ը ամենամեծն է,
շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, ստե 14 հոգի աշխատում են, Ահա։ որ բոլոր զանգերին հասնեն։ Նարեկ, այ հիմա մեզ պատմի թե ինչ ճանապարհ ես անցել։ Դպրոցն ավարտեցիր։ Հրշեջ դառնալու համար ինչպիսի ճանապարհ է պետք անցնել։ Որտեղ ես սովորում, ինչ ենք անում, այդ ամենը մեզ մանրամասն պատմի։ Անպայման, ես դեռ գնացել եմ college, սովորել եմ որպես առաջի օգնություն։ Մենք ասում ենք EMT։ EMT-ս ստացել եմ, այդտեղից մտել եմ մեր Fire Academy-ին, որը մի տարի է։ Կան որ 6 ամիս, 4 ամիս, այս մեկը շաբաթվա վերջներ, ուրբաթ շաբաթ կիրակի, տենց այդ համար ավելի երկար էր։ Մի տարի հետ եմ արել, ավարտելուց հետո ինքս ինձ ուղարկել եմ paramedic school։ Paramedic school-ից հետո մի 4 տարի շտապ օգնության վրա եմ աշխատել, տարբեր տեղեր, Bakersfield, Los Angeles, հետո դից ամենաառաջի տեղը, որ ընդունվել եմ, Montclair, City of Montclair։ Ճիշտն ասած մի 5 տարի է աշխատել եմ, հետո ունեի մոտիկ ընկեր, որը ստեղ է հրշեջ։ Մի օր զանգավ, ասավ ինչի՞ չես գալի հետ Glendale, այս քո քաղաքն է։ Մտածեցի, ասի ճիշտ է ասում, ինչի՞ չեմ եթում։ Այտենց 10 տարի առաջ եկել եմ Glendale, ընդունվել եմ որպես հրշեջ։ Տարիների ընթացքում պաշտոնս բարձրացել է, դառել եմ engineer, մեր մոտ engineer-ը շոֆերն է, քշում է ավտոմեքենան։ Engineer-ից հետո այս վերջի 2 տարի առաջ պաշտոնս բարձրացել է կապիտան։ Կապիտան ես արդեն։ Ինքն երկար ճանապարհ անցել։ Արո, դու ասում ես, ես ուզում եմ Նարեկին հարցնեմ, ոնց կարող եմ հրշեջ դառնալ, չէ՞։ Այստեղ հարցը գիտես, որ նա ուզենալը մի բան է։ Իսկ դա դրան հասնելը երկրորդն է։ Հիմա Նարեկը թող ասի Հիմա ես Նարեկ կներես։ Հիմա ուզում եմ Արոյին հարցնեմ։ Նարեկը պատմեց, այսքան ճանապարհ է անցել։ Հիմա դու համաձայն ես, կարաս այս ճանապարհը անցնես։ Չէ, դե համաձայն եմ փորձեմ, կարամ թե չեմ կարա, դա էլ է Հետո մենակ դա չի, որ ընդունվար, ասենք Glendale ընդունվար որպես հրշեջ, 4 ամիս ստեղի academy-ն ես անում առանձին։ Ֆիզիկապես շատ բանա, պահանջը շատ է, առավոտ Ֆիզիկական պատրաստվածություն եք անցնում դու։ Առավոտը 5-ին բոլորը հասնում են, 5-ից մինչև 7:30 մեր մարզանքի ժամն է։ Ու ոնց ասեմ, որ կարողա ստեյց վազես Brand Park, սարը բարձրանաս իջնես, շատ ֆիզիկապես դժվար է։ Հետո սաղ օրը մի բան ես սովորում, ասենք թե նարդվան գցելն է կամ տարբեր գործերի մասին սովորում ես։ Նարեկ, մեզ կասես, որ մեքենան ինչի համար է։ Անպայման։ Հիմա երեք հատը երկուսը չկան, բայց այս մեկը մենք ասում ենք մեր truck company, ես ես հրշեջի ավտոմեքենայի վրա եմ, այսի որ մոտեն մեկ հետևը մեծ ելարանք է, մեր գործենա, որ ասենք պաժարը ալնում, մեջը այնքան ծուխ ու տաքություն կրակ է, բարձանում ենք կրիշը, որ կտրենք, այդ ծուխն ու կրակը դուրս կա, որ այն մի հրշեջները կարողանան մտնել ներս ու կրակը անջատել։ Ես գիտեմ, որ մենք այսօր ժամ էինք պայմանավորվել ու Նարեկը իհարկե դա լինում է, Նարեկը մի քիչ ուշացավ, հետո մենք իմացանք, որ Նարեկը գնացել էր կանչի։ Այո։ Հիմա այսպիսի մի հարց, հիշում ես առաջին քո կանչը։ Այո։ Քանի տարեկան էիր այդ ժամանակ։ 25։ Որտեղ Որպես հրշեջ, ոչ թե շտապօգնություն։ Ահա, որպես հրշեջ։ Այո։ Որտեղ էր։ Առաջիս գործտեղը City of Montclair։ Ահա, ու ինչ կանչեր։ Ճիշտ ասած ոչինչ չէր, fire alarm էր միացել էր, գնացել ենք անջատեք, այտենց հատուկ կրակ կամ մի բան։ Հասկացա։ Իսկ ավելի լուրջ որ կանչն ա եղել առաջինդ, որ հիշում ես մինչև այսօր։ Հենց էլի Montclair-ում կրակ էր, մի հատ տուն էր վառվում, մեջը տարիքավոր մարդ կար, մնացել էր մեջը, երկու հատ ուրիշ հրշեջ կարողացան իրան հանել, կյանքը փրկան, մենք էլ կրանք անջատանք։ Նարեկ, ես օրինակ դու պատմում ես, ես ինքս իմ մեջ հպարտություն եմ զգում, հպարտանում եմ քեզնով։ Բայց այդ պահին ուզում եմ մի փոքր քո զգացողությունները ասես, որ այդ պահին կյանքեր եք փրկում, որ ամեն ինչ ստացվում է ձեր մոտ, զգացողություններդ ինչպիսինն է։ Շատ լավ է, որ ամեն ինչ մեր ուզած ձևով ստացվում է, կյանք ենք փրկում,
հպարտ ես զգում, քո սովորած գործը, քո ամեն ինչը տեղին գալի հասնում է, լավ ես զգում, բայց պատահում է որ այդպես չի եթում, դա ավելի դժվար է։ Մի 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, Լոս Անջելեսում հրդեհներ էր, ճիշտ եմ, չէ՞, հիշում որ 2 տարի առաջ էր։ 25 թվին։ 25 թվին։ Դուք հասցնում էիք, դե արդեն պարզ էր, որ կանչերը անընդհատ էին, դուք այս կողմ այն կողմ էինք անդադ գնում, բայց հասցնում էիք, տեղ կար, որ չեք հասցրել այդ օրերին։ Այո, ես ինքս գնացել եմ Pasadena Eaton Fire-ը, հիշում եմ, որ մեր գործից զանգան Գլենդելից, հələ ոչինչ չէր, մենակ ուժեղ քամիներ էր, զանգան ասան, ով կարող է հասեք, որ քամի ալնելու, կրակի շանսերը շատ է, բան։ Դուք արդեն պատրաստ եք։ Այո, կնոջս ասեցի պիտի եթամ գործի, տենց ասի այսօր եթում եմ, վաղը հետ կգամ։ Այդ օրը եկամ ու 5 օր ստեղ էի, ճիշտ ասած, այդ առաջի օրը մեզ ուղարկան Pasadena Eaton Fire ու 15 տարի է այս գործի մեջ եմ, տենց բան հələ չէի տեսել։ Մի տունը միջև հասցնում ենք հագցնենք, հետ ենք նայում 5-6 հատ ուրիշ տուն հետևը էլ արդեն պաժարեր ընկել, միջև հասցնում ենք այդ ջուրը տավրա պայենք, էլ արդեն հետևի փողոցներ կրակ ընկել տները։ Ես կարծում եմ դուք այդ օրերին նույնիսկ չէիք հասցնում քնել, ուտել, ոչ քնել չկա։ Այդ պահին մի 2.5 օր 3 օր ընդեղ էինք, հետո էլ արդեն քամիները հանդարտվավ ու վերադարձանք։ Նարեկ, ինձ հետաքրիր է այս մեքենաները ինչի համար են, այս 3-ը։ Այս մեկը մեր battalion chief-ն է, որը ասում են Գլենդելում կա 9 հատ հրշեշակայարան, ինքը բոլոր 9-ի ոնց որ ղեկավարը ինքն է։ Ահա, իսկ այս փոքրը որ դեպքում է գնում կանչի։ Այս փոքրը 2 հատ բան ունենք վրան հրշեշ, 2-ն է paramedic են, 2-ն է paramedic են, զանգերին իրանք են, ասենք բժշկական զանգ այլում, որ շատ լուրջ չի, մեծ բան չի, իրանք են այդում։ Իրանք են գնում, պարզ է, հասկանալի է, կարող ենք այն կողմերով պտտվենք։ Անպայման, եկեք։ Գնացինք, ասեցիր, որ ունես 2 երեխա։ Տղաներ են երեխաները։ Չէ, ունեմ մի հատ աղջիկ, 13 տարեկան, տղես էլ 8 տարեկան։ Իսկ եթե մի օր քո տղան որոշի, որ ինքն էլ է հրշեջ դառնում, ինչ կասես։ Էլ արդեն ուզում է, ամեն օր այդ ասում, ասում է, պապա ես էլ եմ ելնելու, կնոցը շատ ասում տար պապային գործի տեղը տեսնեմ, գալիս աստե, մենակ ուզում է ավտոմեքենաները, տղա երեխա այդ է ուզում ելնի։ Ահա, սիրում է, այո։ Հասկանալի է։ Բոլորը մտածում են, ասում են հրշեշները մենակ կրակ են անջատում, մենակ մենք այդ չի, ամեն ինչ էլ անում ենք, ան բոլոր emergency դեպքերում պատրաստ ենք, այսի մեր ասում ենք։ Դուք նույնիսկ բժշկական օգնություն եք ցուցաբերում։ Հա, սաղս paramedic ենք, սովորել ենք առաջի օգնություն, բայց բացի այդ, եթե օրինակ ձեզ ասեմ երկրաշարժ է լավ մեծ շենքեր ափլում, մարդիկ մեջը մնացել են, բոլորս դպրոցել են գնացել, սովորել ենք, որ ոնց այդ շենքերը փետերով բան անենք, որ հանկարծ չփլի ավելի շատ մտնենք մարդկանց անենք, այսի մեր urban search and rescue-ի ավտոմեքենան է։ Okay։ Տեսնում ես արա ինչքան բան իմացանք այսօր։ Սիրուն է, չէ՞։ Այստեղ երբ ես առաջին անգամ եկա Միացյալ Նահանգներ, ինձ մի հատ կուլտուրա կար, որ գրավեց։ Ես շատ տեղերում եմ եղել։ Չեմ ուզում հիմա նշել ու համեմատականներ անցկացնել, միայն կասեմ, որ Միացյալ Նահանգների այդ կուլտուրան ես ոչ միտեղ չեմ տեսել։ Երբ ոստիկանության կամ հրշեջ մեքենան դուրս է գալիս ազդանշանով, ինչպես են մեքենաները բոլորը աչք հաշում ու շախմատի նման ոնց որ դասավորվեն ու սիրուն կանգնում են, ճանապարհ են տալիս հրշեջ մեքենային։ Այդ կուլտուրան ես միայն Ամերիկայում եմ տեսել ու շատ սիրել եմ, բայց եղել է դեպքեր, որ մեքենաները հրշեջ մեքենային ճանապարհ չտան։ Ամեն օր պատահում է։ Ու մենք միշտ ասում ենք պատկերացրու քո ընտանիքն է, որ օգնություն պետք ունի։ Դու ոնց կուզեիր ուրիշները վերաբերվեն, կուզեիր քաշեին աճ, որ ճանապարհը լներ, մենք ճիշտ ժամին հասնենք, բայց շատ է պատահում չեն կայնում կամ անցնում են կամ
չեն քաշում աճ, խորհուրդ կտայի բոլորին այնց վերաբերվեք, ոնց որ ձեր ընտանիքն է օգնություն ուզում։ Օգնության կարիք ունի ձեր ընտանիքը։ Այո։ Նարեկ, այստեղ հասկացանք, բայց ինձ մի հարց էլ է հետաքրքիր։ Դուք այստեղ հերթապահություններ եք ունենում, ճիշտ է։ Այո։ Օրերով հերթապահություն եք անում։ Հերթապահությունն եք անում ու ես գիտեմ, որ դուք ունեք ձեր ննջասենյակները, ձեր ուտելու սենյակները, որտեղ հաց եք ուտում։ Եթե խնդրենք մեզ ցույց կտաս այդ սենյակները, գնացինք։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Նարեկ, հերթապահությունները ինչքան է տևում հիմնականում։ Նորմալը 48 ժամ, բայց շատ է պատահում, ասենք եթե կրակ է լավ մեծ կամ մարդիկ հիվանդ են կամ գնացել են հանգստանալու, ունեց ալնում, որ մարդկա 72 ժամ, 96 ժամ, 120 ժամ, պատահում է մարդկաց թե 5-6 օր մնում է։ Նարեկ, այսպիսի մի հատ, ես հայ եմ էլի, պիտի էտել հարցնեմ, չեմ կարա չհարցնեմ, հիմա դու կարող է հարցիցս զարմանաս, բայց պիտի հարցնեմ, հավելյալ հերթապահությունների ժամանակ դուք հավելյալ վճարվում եք։ Այո, եթե ավել ես մնում քո նորմալ սմենը չի, այո։ Հիմա սա քո սենյակն է, ոնց հասկացանք, այստեղ յուրաքանչյուրդ ունեք ձեր առանձին սենյակը, ճիշտ եմ հասկանում։ Այս 48 ժամվա հերթապահության համար, այսօր մեր առաջի օրն է, մենք աշխատում ենք այսօր, վաղը, ուրբաթ օրը տուն կեթանք, բայց այս 48 ժամվա համար իմ սենակը ստեղ է։ Դժվար է հերթապահության մնալը։ Ճիշտն ասած սովորում ես։ Այնց ա եղել, որ ես մեր վերջի քարմին մի 8 ամիս դաս եմ տվես թե մեր նոր եկող խրշերջներին։ Այդ այնց ա որ 8 ժամ ես աշխատում, ասենք առավոտը 5-ին սկսում ես, 4-ին բրծնում ես։ 8 ամիս այդ սկեջուլի վրա եմ ելել, ճիշտ ասած դուրս չի եկել։ Ես ավելի սովոր եմ այս 48 ժամ հետո տուն գնալ։ Ես ինչքան գիտեմ, դուք ունեք նաև սենյակ, որտեղ սնվում եք, հաց եք ուտում։ Այդպիսի սենյակ։ Գնանք այնտեղ էլ ցույց տաս մեզ։ Որովհետև 48 ժամ աշխատում ենք, ամեն հրշեջ պարտավոր է ամիսը մի անգամ ճաշը պի։ Դուք եք, ես էդ էի ուզում հարցնել։ Այո։ Ճաշը դուք եք պատրաստում։ Այո, այդ մենք առևտուրը անում ենք, ճաշը մենք ենք սարքում 14 հոգու համար։ Այսինքն դուք լավ խոհարարական հմտություններ էլ ունեք։ Անպայման, եթե լավ խոհարար չելար, բոլորը քեզ կասեն, այնեցա որ Նարեկ, իսկ եղել է, որ հայկական մի բան պատրաստես ուտել։ Միշտ։ Ինչ ես պատրաստում հիմնականում։ Շատը խորոված են սիրում, առաջ ունենք մեր դուրսը մեր հայկական մաղալը, բայց այս վերջերը ջարդվել է, գցել ենք, պիտի նորը առնենք հիմա։ Իսկ այդ 48 Բան եմ ուզում ասեմ։ Ես կարամ ձեզ նորը նվիրեմ։ Կարող եք։ Okay։ Ուրեմն մեր կողմից նվեր կունենա, մեր ջարը կողմից։ Մեր կողմից։ Ինչ։ Մանգալ, հայկական։ Հայկական մանգալ, всё։ Էսա, եթե չեմ սխալվում, մեր շամփուրներն է ստե միտե։ Որտեղ է միտե ստեղ։ Ահա։ Էսա։ Նարեկ, իսկ բացի խորովածից, էտա իսկական հայկական պատրաստ դրած է ստե։ Նարեկ, իսկ բացի խորովածից, էլ ինչ ես պատրաստում հայկական։ Հայկական Նարեկ, ասած խորովածն է, որ բոլորը գիտեն, բայց մի քանի հոգի կերել են չեն սիրել ճիշտ ասած։ Չենք սարքել ստե։ Իսկ տոլմա երբևէ պատրաստել ես։ Ես չէ, բայց եղել է, ստե կերել եմ։ Մեկը պատրաստել է։ Ուզում հասկանամ, գիշերները քնում եք այդ հերթապահության ժամանակ։ Չէ, տենց հատուկ զանգեր է գալի։ Միանում է այս լույսերը, հետո տարբեր գույներ են, նայած որ գույնն է, դա որոշում է ով է այդում, ասենք եթե մեծ տրակն է, մենք կանաչը միանում է, մեր կանչն է ու մենք այդում ենք։ Իսկ մնացած գույները ինչի համար են, կա կապույտ, դա շտապօգնությունն է, կա սիպտակ, դա մեր մեծն է, մեր բթալին չիֆը,
կա կարմիր, ավելի փոքր հրշեշի ավտոմեքենան է, դեղինն է կա, այն մեծ մեքենան, որ ցույց էի տալի ձեզ, այդ դեղինը այդ մեկն է։ Այստեղ ծնված մեծացած ամերիկացի, գիտեմ որ ուրիշ ազգերի հրշեջներ էլ կան այստեղ։ Իրենց հետ երբ խոսում եք, երբ կիսվում եք իրար հետ, նրանք գիտեն, որ դու հայ ես ու Հայաստանից ես։ Եվ եթե քեզնից հարցնում են Հայաստանի մասին, ինչ ես պատմում իրենց։ Շատերը խոսում են, ասում են, ուզում են այդան, հենց իրանք անձապետան Հայաստանը տեսնեն։ Միշտ բոլոր մեր հայերը ստե ով որ հրշեշա լավ բաներ ասում գիտեն իրանք մեր հայ ազգը միշտ ջերմ հյուրասեր են ասում են ուզում ենք այդանք Հայաստանը տեսնենք ձեր հետ պիտի այդանք մի օր Իսկ երբ գնացել էիր տղայիդ մկրտության համար գնացել էիր Հայաստան որտեղ ես գնացել Երևանում Էջմիածինում Էջմիածնում, ահա։ Այո։ Իսկ որտեղ ես եղել Գառնի, Գեղարդ գնացել ես։ Գառնի, Գեղարդ, Կիրովական, այն վաղ 2019 թվին հլա Արցախը մերն էր, այդ ժամանակ papan ասում էր այդանք տեսնենք, կարող է մի օր մերը չլինի։ Գնացինք, Արցախն է տեսանք, շատ ուրախ եմ որ papan խորհուրդով ասավ գնանք տեսնենք, թե չէ հիմա չէր լինի։ Ես քեզ ուզում եմ ասել, Արցախը մերը եղել է, Արցախը մերն է ու Արցախը մերը լինելու է։ Դա կապ չունի, որ այս պահին ինչ որ ազգերի տիրապետության տակ է, Արցախը հայկական է։ Արցախում այնքան եկեղեցիներ կան, այնքան հայկականը ասող, հայկականի մասին պատմող կոթողներ կա, մշակույթային, ամեն ինչ կա Արցախում։ Արցախը մերն է։ Ես շատ ուրախ եմ, որ դու եղել ես Արցախում, որովհետև մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է Արցախում լինել։ Հիմա թեմայից դուրս։ Դու քո երեխաներին ասեցիր, որ չես պարտադրում, բայց ցանկալի է, որ իրանք տանը խոսեն հայերեն։ Անպայման։ Եթե Հայաստանի մասին ինչ-որ բաներ են հարցնում, դու ինքդ իրանց ինչ ես պատմում։ Կա այսպիսի բան, որ հատուկ երաժշտություն ես միացնում հայկական, որ իրանք այդ լսեն։ Հա, տունը ոնց որ ասում է, ես ու կինս հայերեն ենք իրար հետ խոսում, երգերը հայկական է, իրանք էլ սիրում են, լսում են, սիրում են երեխեքը։ Կանչան արեք։ Այո։ Էսի որ պատմում էի, մեր երկու paramedic-ներն են։ Հիմա գալու են որ գնան կանչի։ Այո։ Հիմա զանգը մեկը լավ չի զգում, իրան թույլ է զգում, այդ զանգի վրա են հետում են այն երկու տղերքն են, մեր երկու հատ paramedic-ները։ Այս դեպքում էլ են ազդանշանը միացրած գնում։ Այո։ Նարեկ, նախ շնորհակալություն ես գլխարկի համար, շատ շնորհակալ եմ։ Ես միշտ լինում եմ իմ գլխարկներով, այսօր բացառություն է։ Շնորհակալ եմ։ Ասա, այս մեքենան ինչի համար էր նախատեսված։ Այս մեկը բաց ենք թողել։ Այո, այս մեկը, եթե Կալիֆոռնիայում եք ապրում, գիտեք, մեր սարերը, անտառները միշտ կրակաբռնում, դժվար է ուրիշ մեքենաներով մտնել ճանապարհներ այդ սարերի մեջ, էսի հատուկ սարքած է ավելի բարձր է, հնարավորությունները ավելի շատ է, որ կարողանանք սարերի մեջով քշել եւ կրակը անջատել։ Հիմա գնացինք բլիցին, պատրաստ ես։ Այո։ Գնացինք։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Առավոտ թե երեկո։ Առավոտ։ Ուշացողն ես թե ժամանակին եկողը։ Ժամանակին եկողը։ Հայեր են երկու բառ, որ շատ հաճախ օգտագործում ես։ Մի արա։ Մի արա։ Երեխեքին։ Ափսոսում եմ, որ շարունակի, ինչի համար ես ափսոսում։ Ավելի շուտ չեմ ընդունում այս գործի մեջ։ Նյարդայնանում եմ երբ, բարկանում եմ։ Երբ կարաս բարկանաս դու։
Ինչը կարա քեզ բարգացնի։ Երեխեքը որ չեն լսում։ Երջանիկ եմ երբ, Ընտանիքիս հետ եմ։ սիրում եմ երբ, Հավաքված ենք ընկերներով։ եւ ինձ համար ամենակարևոր վերջին բլիցը։ Նկարագրիր հային մի բառով։ Հյուրասեր։ Շատ լրիվ համաձայն եմ քեզ հետ։ Դա մեզ բնութագրող բառ է։ Նարեկ, ես շնորհակալ եմ քեզնից այսօրվա օրը մեզ հետ անցկացնելու համար։ Ես գիտեմ, որ մենք քեզ աշխատանքից հետո ենք բռնացրել։ Դու քեզ պետք էր մի քիչ հանգստանալ, բայց դու քո ժամանակը տրամադրեցիր մեզ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ The community.